Մենք քննարկում ենք մի նախագիծ, որը կառավարության հաստատմանը ներկայացվեց եւ ազգային ժողով ուղարկվեց ընթացակարգային խախտումներով։ Այդ նախագիծը մշակելիս եւ հաստատելիս չպահպանվեցին իրավական ակտի մասին օրենքի պահանջները, ինչը ենթադրում էր, որ այդ նախագիծը պետք է անցներ նախ կարգավորման ազդեցության գնահատում, այնուհետև իրավական ակտերի մասին օրենքով սահմանված մեկ ընթացակարգ եւս պետք է դրվեին հանրային քննարկման։ Ազգային ժողովում նախատեսված եւ կազմակերպված այս խորհրդարանական լսումները որևէ կերպ չեն ծածկում այն բացը, որ եղավ նախագիծը մշակելու ընթացքում, բայց ընթացակարգի խախտումով մշակված նախագիծը, եթե բովանդակային առումով գոհացներ շահագրգիռ կողմերին, գուցե քննադատություններ տարբեր ինստիտուտների վերաբերյալ այդքան խիստ չհնչեին։ Նաեւ նախագիծը, որովհետեւ մշակելիս ներառական չէր, հետեւաբար չպահպանվեց նաեւ ԵԱԿ ԺՄԻԿ-ի այն առաջարկը, ըստ որի պետք է նախագիծը մշակվեր ներառական ընթացակարգով, ինչը այս ընթացքում եւս չապահովվեց, բայց արդյոք այդ գործընթացներով մշակված նախագիծը փարատում է բոլոր այն կասկածները, որ մենք ունենք ընտրական գործընթացների վերաբերյալ եւ արդյոք ավելի վստահելի են դարձնում ընտրական process-ները։ Ցավոք ոչ, որովհետեւ այստեղ մենք տեսնում ենք մի շարք ինստիտուտների դերի եւ լիազորությունների սահմանափակում, խոսքս վերաբերում է դիտորդական առաքելություններին եւ ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքներին, որոնք տեղամասում ունեն խիստ սահմանափակ հնարավորություն դիտարկելու քվեարկության process-ը անգամ ունեն հնարավորություն առաջարկություն կամ պահանջ ներկայացնելու ընթացող ընտրախախտումը կանխելու համար, որովհետև նախագիծը ունի շատ վտանգավոր ձևակերպումներ, որ եթե դիտորդը կանի դիտողություն կամ պահանջ կներկայացնի, չի մեկնաբանվում ինչ տեսակ պահանջ, ապա դա կարող է որակվել որպես ընտրական օրենսգրքի խախտում եւ հանձնաժողովին տրված է իրավունք դիտորդին տեղամասից դուրս հանելու։ Այդ նույն իրավունքը վերաբերում է նաեւ ավելի ճիշտ հանձնաժողովը նույն իրավունքը ունի նաև վստահված անձանց հետ կապված եւ հանձնաժողովին տալ լայն հայեցողական լիազորություն ցանկացած կերպ մեկնաբանելու թե ինչ է ընտրական օրենսգրքի խախտումը դիտորդի կամ վստահված անձի ցանկացած գործողություն, որը նրանք կարող են տեղում գնահատել որպես ընտրական օրենսդրության խախտում, ապա դա նշանակում է, որ տվյալ տեղամասը կարող է հանրային վերահսկողությունից դուրս լինել։ Այսինքն, եթե սահմանափակվում են հանրային վերահսկողության մեխանիզմները, նշանակում է ընտրական գործընթացներից մեկուսացվում է հանրությունը եւ չեն կարող ասել, որ ավելի վստահություն ներշնչող նախագիծ ենք մենք հիմա քննարկում։ Մյուս կողմից, եթե ուշադրություն դարձնենք եւ ես հարց հնչեցրեցի, ինչու դիտորդական առաքելության իրավունքից զրկվեցին Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները, միշտեր եղել է զեկույց ներկայացնելու պահանջ, հիմա էլ կա, գործող իրավակարգավորմամբ միջազգային կազմակերպությունները ներկայացնում են զեկույց ԿՀ-ին եւ արտաքին գործերի նախարարությանը եւ այս իրավակարգավորումը երբևէ չի խախտել, որ նրանք լինեին դիտորդական առաքելության սուբյեկտներ։ Մյուս կողմից, եթե նայենք, թե այս նախագիծը որքանով կատարել է Վենետիկի հանձնաժողովի ընտրությունների լավագույն փորձի կանոնագրքի հանձնարարականները եւ ԵԱՀԿ ԺՄԻԿ-ի հանձնարարականները վերջին համադրական հանրաքվեից հետո, ապա մենք կտեսնենք, որ շատ դեպքերում չեն կատարվել ուղղակի այդ հանձնարարականները, մասնավորապես տեղական դիտորդների թեստավորման կամ ստուգարքի հետ կապված ԵԱՀԿ ԺՄԻԿ-ը արել էր հանձնարարական, որ դրանք պետք է լինեն կամ ընտրային, այսինքն դիտորդական առաքելությունը ինքը պիտի որոշի իր դիտորդները անցնեն որոշակի ընթացակարգեր, դասընթացներ որակավորում, բայց դա երբեք չպիտի լինի պետության կողմից պարտադրված։ Այս դրույթը չի պահպանվել, նախագծով եւս մնացել է տեղական դիտորդների համար որակավորման քննություն հանձնելու պահանջը։ Չի կատարվել նաև ԵԱՀԿ ԺՄԻԿ-ի հանձնարարականը բողոքարկման ինստիտուտի ընդլայնման հետ կապված, որ բողոքարկման առարկան եւ սուբյեկտների շրջանակը պետք է ավելի լայն լինի։ Նախագիծը նույնությամբ կրկնում է գործող իրավակարգավորումը, որևէ հնարավորություն չի տալիս թեկուզ տեղամասի արդյունքները բողոքարկելու այն դիտորդական առաքելություններ, որոնք բացահայտել են բազմաթիվ ընտրախախտումներ միևնույն տեղամասում։ Եվ մեկ դիտարկում եւս այդ քվեարկության կարգի հետ կապված։
գունավոր թղթեր կլինեն, թե միագույն թղթեր կլինեն, բայց կարծում եմ, որ քվեարկության գաղտնիությունը դրսում չբացահայտելու համար կարելի է դիտարկել այդ քվեաթերթիկները միասնական կարված եւ պերֆորվացված լինելու համակարգը, որպեսզի ամբողջական տրցակը դրվի ծրարի մեջ եւ գծվի քվեարկության տուփի մեջ։ Մնացած առաջարկները կներկայացնեն գրավոր։